Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 31-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Մինչև անցնելը Ամերիկայի Միացյալ Նահանգների իրադարձություններին, ուկրաինական պատերազմի հետ կապված կարճ ուղղակի անդրադառնամ այս լարված իրավիճակին, որը գոյություն ունի, խորանալ չեմ ցանկանում, դուք տեսնում եք երկու կողմերը, գործող իշխանություն, նախկին իշխանություն, կարևորը նա չի, թե նախկին իշխանության կողքը ովքեր են կամ գործողի կողքը ովքեր են, փաստը նա է, որ իրանք ձևավորում են իրանց օրակարգը, ինչքան փոխադարձ վիրավորանքներ, ինչքան լարվածություն, այնքան օգուտ իրենց համար, օրակարգը լցնեն իրենցով, ու անիմաստ է մտածել ով է ճիշտ, ով է սխալ, երկուսն է սխալ են, որովհետև տեսեք ինչի համար է դա կարևոր, ինչով են գնալու ընտրության իշխանությունները, պետք է հաշվետվություն ներկայացնեն, 5 տարին լռանալու է, պետք է ասեն հիմա ինչ են կարը, ինչ են ասելու, մի հատ պետք է ասեն ձեզ խաղաղություն ենք բերել, որը ծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ, նոր Հայաստանի հայեցակարգ նույնպես ծիծաղ է առաջացնում, իրական Հայաստանի հռհռոց է առաջացնում, հասկանում եք, դա լուրջ բան չի դա, ինչ են գալու նախկիններն ասեմ, թե ասեն 5 տարի պատգամավոր էիք, ինչ արեցիք, մանդատ ուզեցիք, տեսեք ինչ են կանելու, փողոցում գնացիք մասնակցիկ, էս արեք, այն արեք, համախմբում արեցիք, փրկության շարժում արեցիք, բոլորը միացան ձեզ, ինչքան մարդ հնարավոր էր, եկեղեցին էլ ձեզ միացավ, հայտարարություն արեց, այդ չէր ձեր արածը, հիմա եկել եք ժողովրդին ինչ եք նորից մանդատի համար դիմում, որ ինչ անեք, այսինքն այս երկուսը հաշվետվություն ներկայացնելու բան չունեն, բայց երկուսն էլ ուզում են, որ ուրիշ ուժեր չհայտնվեն, որոնք կասեն երկուստե գնացեք տուն, դրա համար պետք է կռիվը գնա, ամենացածր մակարդակի կռվի պարագայում անգամ իրանք հաշվետվություն չեն ներկայացնում, իսկ իշխանությունն էլ գիտի, չէ, գնալու է ասի ժողովուրդ ջան, եկել ենք, ասենք ինչ ենք անելու, ժողովուրդը պետք է ասի, բայ էս վատ բաներն է արել, դե պատասխան տու այդ ամեն ինչի համար, իսկ հիմա ինչ է ստացվում, ժողովուրդ ջան, տեսեք, մահու կենաց կռիվ է, մենք իշխանություն իրանք ցանկանում են պայել, նախկիններն է ցանկանում են վերադառնալ, թալանածը փրկեն, էս անեն անեն եւ այլ, էս է, 21 թվականի օրակարգը տեղափոխեն 26 թվական, ուրիշ տեղ հարց չկա, մանավանդ որ իշխանությունը տեսնում է մի պրոբլեմ, Գյումրու օրինակն էլ իրանք ցույց տվեց, որ իրանք Նիկոլ Փաշինյանի սպասարկող ընդդիմություն կառավարելի չեն կարողանում ունենան այլևս, կամ իրանց սպասարկող ընդդիմադիրներ կային, որոնք Գյումրիում չմասնակցեցին, այդքան ռեսուրս չունեին, նրանք էլ ովքեր ասոցացվում էին Նիկոլ Փաշինյանի հետ, բավարար ձայներ չստացան, մնացածը միացան ընդդեմ իշխանության, այսօր Նիկոլ Փաշինյանը մի տարվա մեջ չի կարող ստեղծել մի հատ ընդդիմություն, որը կառավարելի լինի իրանց կողմից, գնաց կարողանա, կառավարելի կարող է 100 հատ ընդդիմություն ստեղծես, բայց այդ ընդդիմությունը գոնե 5% ձայն հավաքի, որով կարողանա իշխանությանը օգնի, դա է հարցը, որ ինքը այդ հնարավորությունը չունի, ու դա է պատճառը, որ իր համար շատ կարևոր է, որ հասկանալով, որ ձայնը պետք է ինքը ստանա, կամ հնարավոր ու անհնարին մեթոդներով մահու կենաց կռիվ սարքելով, որ կռիվա մեթոդների առաջ կանք չեն կառնելու, ժողովուրդ ջան, տեսեք, իրանց համար իշխանության համար մահու կենաց կռիվը, իրանք դա տարածելու են ժողովրդի վրա, ժողովուրդ ջան, հասկացեք մահու կենաց կռիվը, որպեսզի եթե ինչ-որ բան խախտեն, եթե ինչ-որ բան կեղծեն, այն ամեն ինչ անեն, ասեն ժողովուրդ ջան, բա հայրենիք ենք փրկում, բա ինչ էիք ուզում անենք, սա է այս օրակարգն է գնում, որովհետև ուրիշ տարբերակ իրանց համար խնդիր է, եւ այս պարագայում նաեւ շատ կարեւոր է, նաեւ Փաշինյանի համար երեկել ենք խոսել Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը, որովհետև դա ինքը կարող է Ադրբեջանի հետ լավ էլ պայմանավորվի, ասի հարցակվի, որ հետո ժողովրդին շանտաժ անեմ, կամ մի կրակի ասեմ, ես ձեզ խաղաղություն եմ բերել, միշտ էլ իրանք կարող են, բայց պետք է Ադրբեջանն էլ վստահ լինի, որ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է իրավիճակին, հա պարզ է, Նիկոլ Փաշինյանը ցանկալի է իր համար, բայց տիրապետում է իրավիճակին, ու դրա համար ինչ է պետք անել, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի բարձրահիմնից ասել է, որ Արցախի հարցը օրակարգից հանում ենք, Հայաստանի իշխանությունները Արցախի օրակարգ չունեն, վերջ, հիմա այդ պարագայում, երբ որ Հայաստանում արցախցիներն եկել են
որ փորձում են իրանք այնուամենայնիվ թեման շարունակել, իշխանություններին պարզա դուրս չի գալի։ Առավել ևս այդ ընտրություններն անում եւ այլ, որ այդ ընտրություններն աբսուրդա, դա խոսել ենք, դրա մասին չի խոսքը, որ իրանք պետք է արտագնա կառավարություն ձևավորեն եվրոպական երկրում պայմանականորեն Շվեյցարիա, դրա մասին ենք շատ խոսել։ Այդ չի հարցը, բայց խնդիրը որն է։ Կամ եթե եկեղեցին գնում է որևէ միջազգային ֆորումում ներկայացնում Արցախի հարցը, որ դա փակված չի, այդ դեպքում Ալիևն ասում է չհասկացանք, այդ օրակարգը դու ասես փակված է, բայց քո երկրում այդ օրակարգը փակված չի։ Եվ միջազգային ատյաններում են բարձրացնում այդ հարցը, եւ երկրի ներսում են բարձրացնում, բա քո արածն ինչ է։ Ուրեմն դու չես կարող իրանց լրացնես, կամ դու պետք է հասես, որ չանեն, եթե ասում ես չեն անում, ուրեմն դիր վարկաբեկի, ես համոզվեմ, որ դու բավարար չափով կշիռ ունես։ Ուստի խնդիրը ամենևին նա չի, թե եկեղեցին լավ է անում, թե վատ անում, կամ եկեղեցու սպասավորները։ Եկեղեցու սպասավորների մասին հրաշալի ամեն ինչ գիտենք ու պարբերաբար խոսել ենք։ Խնդիրը դա չի։ Իրա խոստումը կարողանում է կատարի Ալիևի առաջ, թե չէ, Ժողովուրդ ջան։ Այդ խոստումը մենակ նա չէր, որ 2026 թվին քաղաքական ֆորումը Հայաստանում անցներ, 28 թվին էլ Ադրբեջանում։ Դա ընդամենը մի հատ մտավարժանք էր ուղղակի սենց ձեռի հետ արած։ Գլոբալ պայմանավորվածությունը ընտրություններն է, ինչպես են ընտրությունների գնում, սա է։ Դրա համար են ինչ որ վերաբերում է, պետք է մարդիկ այս ամեն ինչը տեսնելու, այս ողբերգությունը, թե այս 4.500 տարվա քաղաքակրթություն ունեցող երկրում ինչ ոճով ու ինչ մակարդակով են նախապատրաստում ընտրությանը, շատ ավելի կարևոր է մտածել գաղափարական արժեհամակարգային համախմբման մասին, այնպես չի որ ամեն օր էլ այդ մասին ամեն անգամ էլ խոսում են, շատերն ասում են դե մի բան արեք։ Դա արհեստական անելով չի, որ զանգես ասես եկեք էս անենք, այն անենք։ Դա պետք է կոնկրետ բան անես, հասունանա եւ այդ խնդիրները կարողանաս լուծես։ Ու դա իսկապես պետք է լինի արժեհամակարգային, որովհետեւ տեսեք ինչ ստացվեց։ Նիկոլ Փաշինյանն ասում էր դատավորները սաղ ծախված են, ձեզ տանջել են, էսեն արել, սխալ որոշում են կայացել, գնացեք արգելափակեք։ Մարդիկ չսիրելով դատավորներին ոգևորված ասին էս ինչ լավ է, գնանք արգելափակենք։ Գնացիք արգելափակեցիք, որից հետո դատավորները դրանք կառավարելի։ Ձեր հարցը հիմա լուծվեց, հիմա դուք հավատում եք այդ դատավորներին, գոհեք այդ արդյունքից, չէ։ Հաջորդը ինչ եղավ։ Գնացեք այդ ազգային ժողովին չեք սիրում, չէ, դրանք տեսեք ինչ են այդ նախկիններն են, գնացեք արգելափակեք ազգային ժողովը, ժողովուրդը գնաց արգելափակեց, արեցիք, չէ, հա, եղավ նոր խորհրդարան ձևավորվեց, հիմա գոհեք այդ խորհրդարանից, արդյունքներից գոհեք ձեր, հիմա էլ մյուսն է, դժգոհեք չէ եկեղեցուց, հա, դե հիմա արցանք հարցակման իրանց վրա, այո, էս ինչ լավ է, եկեղեցուց դժգոհենք, բերեք հիմա հարցակվենք, հարցակվելու եք, վաղը դառավ եկեղեցին իշխանության կողմից կառավարելի, դա ինչ ենք շահելու, այսինքն կարևորը որ ձեզ ցույց տան ասեն այդ թիրախը դուք չեք ընդունում, չէ, չեք հարգում, դե բերեք նենց անենք այդ թիրախը դարձնենք կառավարելի, պետք չի Փաշինյանի խաղը խաղալ, այո, պետք է մտածել, որ իսկապես այն ընդդիմությունը պետք է լինի գաղափարական ու արժեհամակարգային, որի համար անընդունելի են թենա, միանշանակ դա, ու դրա համար պարբերաբար ինձ էլ են հիշեցնում, որպեսզի ես ձեզ հիշացնեմ, սկզբում ոչ թե վերջում ասեմ, որ եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք, լավ տարածեք, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե մարդիկ կան, որ ցանկություն ունեն մեր ծրագրերին մասնակիցել նյութի նկարագրական մասում կա բոլոր տարբերակները արագ փոխանցումից մինչև բանկային փոխանցում եւ այլ կապ հաստատելու հեռախոսել էլեկտրոնային փոստել այս ամեն ինչի ինձ անընդհատ ասում են ինչի չեք ասում կարողա չեք ուզում քաղաքականության հետ կապված չէ ես ինչ որ պետք է իմ քայլերն անում եմ բայց ամեն անգամ չի որ այդ դրա վրա ստացվում է որ դրան անդրադառնամ հասկանում եմ գիտակից մարդկանց հետ եմ խոսում եթե իրանք ինչ որ մի բանի ցանկություն ունեն մասնակցելու կանեն Ուղղակի ես դրա համար ասում եմ դες իմանտնեք, որ շատ ավելի դաժան պայքար է լինելու, որովհետև իմ կարգի մարդկանց համար աթոռը մահու կենաց կռիվ չի, կռիվը մենակ կարա լինի հայրենիքի շահերի համար։ Իսկ իրանց համար աթոռ պահելը կամ մեկը աթոռը վերականգնելը մահու կենաց կռիվ է ու միջոցների առաջ կանգ չեն առնելու։ Ես միայն պարտավորվածությունը իմ կարգի բարդում կստիպի, որպեսզի ես մտնեմ դրա տակ մտածելով, որ ոնց կարելի է հիմա մի կողմ քաշվել, բայց իրանց համար դա տենց չի։ Իրանց համար դա պարզապես աթոռը պահելը ամեն ինչ է, որովհետև այնքան բան են արել, որ մտածում են, որ աթոռը թողեն, Աստված գիտի, թե իրանց գլուխը ինչ կբերեն։
Կամ են նախկիններն էլ են հասկանում, եթե մեկ ուրիշը գա իշխանության, սենց խաղեր կարողա չտա, ոնց որ իրանք Նիկոլ Փաշինյանի հետ են տալու, կարող է իրանք լրիվ ուրիշ խնդիրներ ունենան։ Այս է պատճառը, որ երկու կողմի համար էլ դա մահուկենաց խնդիր է։ Քանի որ Հայաստանի համար էլ է մահուկենաց խնդիր, այն մարդիկ, ովքեր ուղղակի պարտավոր են մասնակից լինել, պարտավոր են մասնակից լինել, բայց այդ մարդիկ էլ առանց հանրային աջակցության ոչինչ անել չեն կարող։ Լավ եք հասկանում, որ այն հարթակը, որը ունենք, ինչը կարող ենք զարգացնել, դրանով կարողանանք օգտակար լինել։ Ավելի պարզ տեսնեք, թե ոնց են պատրաստվում ընտրության, հազիվ թե ինչ որ մի բան բաց է մնում, էլի։ Հիմա հասկանանք աշխարհը ինչա կատարում, որտեղ ցանկացած բան ինչ կատարում է, դա այդ բոլորը մեզ վերաբերում է ուկրաինական ֆրոնտում քաղաքական հատկապես մասով ասեմ Դոնալդ Տրամփի քաղաքականությունը ինչ հաջողությունների է բերում կամ չի բերում կամ արդյունքում ինչ կարող է լինի եւ նոր աշխարհակարգի հետ կապված ինչ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլև Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին շատ համառ են։ Ես շատ զարմացա, որ Կիևի նման քաղաքների վրա հրթիռներ արձակվեցին բանակցությունների ընթացքում, որոնք կարծում էի, որ ավարտվելու են։ Մենք արդեն մոտենում էինք խնդրի լուծմանը եւ հանկարծ սկսվեցին հրթիռակոծությունները, դժգոհել է Տրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ նման անակնկալներ չի սիրում։ Այնուամենայնիվ ակնկալում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական գործողությունների արագ ավարտ։ Մի բան էլ ուղղակի ուշադրություն դարձնենք, երբ որ Ռուսաստանը պահանջադնում ասում է այն շրջանները, որը նույնիսկ ամբողջությամբ չի վերահսկողության տակ վերցրել Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն, ասում է այդ էլ պետք է տակ եթե ուզբեք խաղաղություն։ Դուք պատկերացնում եք ինչ է ստացվում։ Այսինքն օկուպանտը մտել է ուրիշի տարածք, հիմա ուզում են պատերազմը դադարեցնել, մի բան էլ պետք է իրան խնդրես, որ ինքը համաձայնվի դադարեցմանը, ու այդ պարագայում, երբ որ այդ տարածքը իր վերահսկողության տակ չի եղել, բացահայտ անօրինական հանրաքվե է արել, հանրաքվեն արել է այս տարածքում այս բնակչությամբ, դա տարածել է նաև մյուսների վրա, որը իր վերահսկողության տակ չի։ Հիմա ասում է, որը որ ինձ է պատկանում, տվեք ինձ, եթե չեք տալի, չեմ դադարեցնի։ Հիմա պատկերացնեք հանկարծ Ամերիկան դրան համաձայնվի, անօրինականությունը օրինականացնելուն համաձայնվի։ Սա արդեն նշանակում է նոր աշխարհակարգ առանց խաղի կանոնների կամ ուժեղի խաղի կանոններով, որը գործելու է առանց կանոնների, ով ուժեղ է նայել վերցնում է։ Որևէ արդարացում, որևէ մեկի հետ կապված չես կարող ասել։ Վերցրել եմ ուրեմն իմն է, այդ դեպքում բարի եղեք օրինականացրեք։ Այդ դեպքում ինչ ենք ասել, ում ենք բողոքելու։ ՄԱԿ-ին, Ամերիկային ում։ Դրա համար մեզ համար շատ սկզբունքային է, թե այս պատերազմը ի վերջո ինչ ավարտ կունենա։ ԱՄՆ սենատոր Հանրապետական կուսակցությունից Լինսի Գրեհեմը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո մամուլի հետ զրույցում հայտարարել է, որ հրադադարից հրաժարվելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը կարող է քննարկվել ԱՄՆ կոնգրեսում արդեն հաջորդ շաբաթ։ Գրեմը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի խոսքերը, ով ասել է, որ առաջիկա 2 շաբաթները վճռորոշ են լինելու։ Իդեպ վերջի 3 ամսում, որքան իմ հիշողությունը չի դավաճանում, Դոնալդ Տրամփը ամեն անգամ 2 շաբաթ է ուզել հասկանալու համար Ռուսաստանը ի վերջո մտադիր է պատերազմը դադարեցնել, թե չէ։ Այսինքն ամեն ամիս 2 շաբաթ, ու տենց ամեն ամիս։ Հիմա թե այդ 2 շաբաթը ի վերջո քանի օր է, 2 շաբաթը հասկացել ենք 2 շաբաթ, բայց քանի օրից է բաղկացած, ես տենց չգիտեմ, Ժողովուրդ ջան, կարող է ուրիշ չափի միավորա, ինձ ամենայն դեպս հայտնի չի։ Սենատորի խոսքով ինքը Ստամբուլում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի կողմից խաղաղ մտադրություններ չի տեսնում, իսկ չի հավատում։ Դե երեք մենք էլ ենք դրա մասին խոսում, որ ոնց պետք է հավատա, եթե Ռուսաստանը Ստամբուլում է բերելու իր առաջարկները, այդ ոտի վրա հետո այդ առաջարկները ընդունելու մի հատ էլ համաձայնվի։ Պարզա որ այդ առաջարկները նրա համար է, որ ասեն գնանք մի հատ է քննարկենք։ Երբ այս 2 շաբաթն ասնի, բոլորին պարզ կդառնա, որ Ռուսաստանը խաղում է աշխարհի ոչ միայն ԱՄՆ-ի հաշվին։ Մենք կփոխենք խաղի այս կանոնները Ռուսաստանի համար, ասել է հանրապետական սենատորը, եւ հավելել, որ Պուտինի խաղը շուտով կավարտվի։ Իհարկե, այտենց վստահորեն, որ ասում է շատ ուրախ եմ, բայց մի հատ էլ պետք է նայի, թե Տրամփը ի վերջո այդ վստահության տակ մտնում է, թե չէ, որովհետեւ Տրամփը եթե անցյալ տարի այդ վստահության տակ մտներ, այսօր արդեն այդ պատերազմը ավարտված կլներ։ Իր հերթին սենատոր դեմոկրատական կուսակցությունից հատուկ ես նշում եմ, որ այն մեկը հանրապետական, այս մեկը դեմոկրատական։ Ռիչարդ
Բլումենտալը նույնպես հաստատել է ամերիկացի օրենսդիրների ծրագիրը 500% թուրքերի վերաբերյալ։ ԱՄՆ սենատի պատասխանը կլինի հստակ եւ միանշանակ 500% թուրքեր բոլոր նրանց նկատմամբ, ովքեր գնում են ռուսական նավթ, բենզին կամ նավթաքիմիական ապրանքներ, ասել է սենատորը։ Այսինքն դա նաև վերաբերում է Չինաստանին, ով ամենայն դեպս բոլորին, դե հատկապես ինչի Չինաստանը նշեցի, որ իրանք հատուկ ուղղություն ունեն Չինաստանի ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի շնորհակալություն է հայտնել սենատորներ Գրեմի եւ Բլումենտալին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի առաջխաղացման համար եւ նշել, որ այս փաստաթուղթն արդեն պաշտպանում է 82 սենատոր։ Այդ համար նշեցի, որ եւ հանրապետական եւ դեմոկրատ սենատորներ, եթե խոսքը գնում է 82 սենատոր, 100-ից 82-ը եթե դրան կողմ են, նշանակում է սա երկուսակցական կոնսենսուսի արդյունք է, չասենք կոնսենսուսի, որտեղ 100 չի, բայց երկուսակցական համաձայնություն է ձեռք բերված այս փաստաթղթի շուրջ։ Նշանակում է արդեն պետական մակարդակի է բարձրացված ուկրաինական պատերազմի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը։ Մի բան, որը մենք երկար ժամանակ այս ընթացքում չենք տեսել Դոնալդ Տրամփի կողմից։ Մի բան, որ պարբերաբար մատնանշել են, որ այո, լարված ընտրությունների արդյունքում Մեծ Բրիտանիայում էլ լեյբորիստները հաղթեցին պահպանողականներին։ Եթե վիճակը վատ չէր, չէին էլ հաղթի, բայց հաղթելուց հետո ներքաղաքական, ներտնտեսության հետ կապված շատ հարցերում տարաձայնություններ ունենալով արտաքին քաղաքական հարցում կարծես ոչինչ չի փոխվել։ Նույն ձևի գիծը շարունակեցին ավելի համառ ու ավելի հետևողական։ Այսինքն սա ցույց տվեց, որ սա պետության մոտեցումն է այդ խնդրին, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի, որը կարող է բոլոր մեղքերը նախորդների վրա գցի։ Եթե այսօր այս վիճակն է, նույնիսկ դեռ որոշումը չկա, բայց եթե 82 հոգի համաձայնվել են, նշանակում է դա երկուսակցական համաձայնություն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելեգն ասել է. «Դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները հիմնավորված են։ Սա արդարացի մտահոգություն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հարցը չի քննարկվում», ասել է Քելեգը, հավելելով, որ այդ դիրքորոշումը կիսում է դաշինքի անդամ եւս 4 երկիր։ Բայց խնդիրը ուրիշ է, հիմա դա էլ հասկանանք։ Reuters գործակալությունն էլ ներկայացրել է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանները ներառում են արևմտյան առաջնորդներից պահանջ գրավոր պարտավորվել դադարեցնելու ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք եւ վերացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը։ Ռուսաստանի նախագահը պահանջում է պաշտոնապես բացառել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ նախկին խորհրդային մյուս հանրապետությունների անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչպես նաև պնդում է Կիևի չեզոք կարգավիճակը։ Հիմա սա նայենք, երբ որ ասում ենք ուկրաինական պատերազմը մեր ավելի շատ է հետաքրքրում կան անգամ Ուկրաինային ու Ռուսաստանին, հենց սրա համար հարց է ծագում Ռուսաստան, այս ինչ պայման է դնում, որ ՆԱՏՕ-ն պետք է չընդլայնվի։ Եթե ասում ես ՆԱՏՕ-ն պետք է չընդլայնվի իմ հարևան երկրները, փորձենք հասկանալ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, այդ դեպքում մարդիկ ասում են, բալա, այդ դեպքում Ֆինլանդիային բան չի ծպտունը դուրս չեկավ։ Շվեդիային ինչի ծպտունը դուրս չեկավ։ Եթե Ֆինլանդիան ցամաքային հարևան է, Շվեդիան ավելի քան հարևան է, ավելի վտանգավոր է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որովհետև եթե նա ծովային է հարևան, այսպես ասած, Բալտիկ ծովա մտնում ՆԱՏՕ-ն, հենց ուղիղ, հենց իր դեմ դիմաց։ Այսինքն Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը Ռուսաստանի համար ավելի վտանգավոր էր ցամաքային սահման չունենալով։ Բայց ոնց համաձայնվեցիր գլուխդ կախ։ Բայց հիմա սկզբունքորեն այն է, մի հատ չի ասում է հարևանները, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, հետ խորհրդային ոչ մի երկիր, բայց սա է նաև մեզ վերաբերում։ Հասկացանք, հենց որ մենք ՆԱՏՕ չմտանք, բայց ինչի Ֆինլանդիան կարելի է, Շվեդիան կարելի է, բայց Հայաստանը չի կարելի։ Ինչի։ Հայաստանը հարևան է Ռուսաստանին։ Հայաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը Ռուսաստանի սահմանի վրա է, չէ, որտեղ ինքը ուզում է, եթե հանկարծ դրան համաձայնվեց Տրամփը, նա ուզում է արդեն ասի Ֆինլանդիան ու Շվեդիան իմ ազդեցության գոտին չի, դա ձեր ազդեցության գոտին է,
Եվրամիության անդամ պետություններ էին, ՆԱՏՕ-ի անդամ էլ դառնան։ Ես նրանց հետ գործ չունեմ, բայց հետխորհրդային երկրները ես ցանկանում եմ իմ ազդեցությունը տարածել։ ՆԱՏՕ-ն չմտցնեք, որ հետո ստիպված չլնեմ առճակատման գնամ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ։ Ի սկզբանե ասում եմ չմտցնեք, որ վաղը կարողանամ հանգիստ մտնեմ Վրաստանը վերցնեմ, Հայաստանը վերցնեմ, ժողովուրդ ջան, ինչ կա չհասկանում, մի բարդ բան է։ Բայց սա ենք ասում, մեր մտահոգությունը սա է, որտեղ եթե քո մտահոգությունը նա է հարևանը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա, երկու հարևանը դառնան ՆԱՏՕ-ի անդամ, Ֆինլանդիան եւ ծովային սահմանով ավելի քան հարևան, վտանգավոր հարևան Շվեդիան։ Շատ առանցքային դերակատարումով Բալտիկ ծովում։ Բայց եմ ասում, բա ոնց նրանց համաձայնվեցի, նրանց համար այդքան սկզբունքային ես։ Ու ասում ես, որ հարևան են դրա համար։ Բերում եմ օրինակը, բայց Հայաստանն էլ է հարևան։ Ոչ, դա նշանակում է, որ դու մտածում ես աշխարհը բաժանելու մեջ, ուժերների մեջ, եթե Տրամպը համաձայնվի բաժանել, դու կասես հետխորհրդային տարածքը իմ ազդեցության գոտին է, դա ես վերցնում եմ։ Այս սա է, որ դա ինձ համար մտահոգիչ է։ Սա է, որ եթե հանկարծ Տրամպի քաղաքականությունը դա արեց, Հայաստանում պարարտ հող կա դրա համար։ Եվ մարդիկ կան, որոնք այդպես են մտածում, եւ ուժեր կա, որ իրար կոտորում են, որպեսզի ռուսական ազդեցության գոտի լինեն։ Այն օրն էլ իմ հաղորդման հետ կապված մեկը գրեց, թե շրջաններ են գնում գյուղերի հետ կապված կոնկրետ անունները չեմ տա, ասեց գնացել են այնտեղ 90%-ը Ռուսաստանի անձնագիր ունեն, գալիս են գյուղում մի կարճ ժամանակ գալիս են, հանգստանում ժողովրդին տեսնում, նորից էլի գնում են, տարին մի անգամ են գալի։ Ասում է բոլորով խոսում է, ասում է դե ժողովուրդ ջան, երնակ Պուտինի նման ղեկավար ունենանք, երնակ մտնենք Ռուսաստանի կազմ, հանգիստ մեզ համար ապրենք, էս ինչա գնալ, գալ, չգիտես ինչ։ Բացարձակ իրանք չեն մտածում, որ Հայաստանում էս է իրանց հայրենիքը, ուղղակի այնտեղ խոպան են գնացել, չէ։ Այն է իրանց հայրենիքը, ուղղակի եկել են հայրական տուն մի հատ նայեն ինչ կա, ինչ չկա, ու վեր կենան նորից գնան։ Շատ ցավով եմ ասում, որտեղ ինձ ներկայացնողը շատ ցավով էր դա ասում է, պատկերացնում եք, ասում է մտել ենք մի քանի բնակավայր, այս նույն վիճակներ բոլոր տեղերը, ասում է դուք հասկանում եք ինչա կատարվում։ Դա համար չեմ ուզում կոնկրետ նշեմ, որտեղ դրա իմաստը չկա, բայց եւ միևնույն ժամանակ այդ վտանգը, այդ մտավախությունը մենք ունենք։ Ռուսաստանը պարարտ հող ունի մեր երկրում, իսկ ինքը տեսեք ինչ սկզբունքային հարցում նա գտնում է, որ հետխորհրդային երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա։ Դրա համար մենք մեր եզրակացությունն անենք։ ՆԱՏՕ-ն չի քննարկվում Ռուսաստանի պահանջը, որով Մոսկվան դաշինքից գրավոր երաշխիքներ է պահանջել դեպի արևելք չընդլայնելու հարցով։ ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու հնարավորությունը պաշտոնապես օրակարգում չի եղել ոչ վերջին, ոչ էլ ավելի վաղ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։ Սա էլ ՆԱՏՕ-ն է հակադարձում Ռուսաստանին, թե այդ ինչ պահանջներ է ստնում։ ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին պահանջը Ռուսաստանի պարբերաբար ներկայացրել է հատկապես Ուկրաինայի հետ հարաբերությունների սրացման եւ Եվրատլանտյան ինտեգրման գործընթացների ֆոնին։ Դաշինքը շարունակում է հավատարիմ մնալ իր բաց դռների քաղաքականությանը, ընդգծելով, որ յուրաքանչյուր պետությունն ինքն է որոշում իր արտաքին քաղաքական ուղին։ Այն ինչ որ մենք ուզում էինք, որ հասկանանք իրար։ Նորից եմ ասում, վաղը մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնում, բայց մենք իմանում ենք, որ Ռուսաստանը թույլ չի տալի, որ մենք դառնանք։ Ամերիկան էլ համաձայնվում է։ Հիմա հասկացաք Ուկրաինայի պատերազմի հետ կապված, որ միշտ ասում եմ, ռազմական քրոնիկան ես չեմ ներկայացնում, ինձ քաղաքականն է հետաքրքրում, ինչ արդյունքով կավարտվի դա եւ ինչ կլինի մեր վիճակը, մեր տարածաշրջանի վիճակը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադերֆուլի վերջին հայտարարությունը, որը հայտարարել էր, որ Բեռլինը Ռուսաստանի ռազմական պարտությունը չի համարում ուկրաինական պատերազմի ավարտի նպատակ։ Վադերֆուլ անունով արարած Մեդվեդևն ասում է, որ այլևս չի սպասում Ռուսաստանի լիակատար պարտությանը, նրա միջուկային զինանոցի պատճառով, սակայն մենք անհամբերությամբ սպասում ենք Գերմանիայի տնտեսական կործանմանը իր հիմար քաղաքականության պատճառով, գրել է Մեդվեդևը։ Իհարկե դուք նկատի ունեցեք, ես հիմա միայն կկարդամ Գերմանիայի հետ կապված մի բան, ու ելի կասեմ, որովհետև դա շատ կարևոր դերակատարություն ունեցող պետություն է աշխարհի համար հիմա, այս պահին։ Military Watch մագազինը հայտնում է. Գերմանիան նացիստների ժամանակվանից ի վեր առաջին անգամ կանոնավոր զորք է ուղարկել այլ երկիր։
Գերմանական բանակը սկսել է իր ստորաբաժանումները տեղակայել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, ձևավորելով նոր 45-րդ տանկային բրիգադը։ Սպասում է, որ Լիտվա կժամանեն 5000 գերմանացի զինվորականներ ընտանիքներով։ Ինչպես հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը, Գերմանիան մտադիր է երկիր ուղարկել ծանր բրիգադ 3 մանևրային գումարտակներով եւ անհրաժեշտ մարտական աջակցությամբ եւ մարտավարական ստորաբաժանումներով։ Իհարկե, այդ որ հատուկ նշում է, որ երկրորդ աշխարհամարտից հետո դրսում զորք չի ունեցել, գիտեք, որ այդ վերապահումը միշտ էլ ունեցել են անգամ եվրոպական երկրները, ու չասենք, որ դա վերաբերվում է եսիմինչ երկրների, անգամ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան էին շատ զգուշավոր Գերմանիայի միավորման հետ կապված։ Եթե խորհրդային միությունից Գորբաչովը նրան չհամոզեր, չէին համոզում, վախենում էին, ասում են, իսկ մեզ պետք է Գերմանիան միավորվի։ Հիմա հասկանում ենք, որ այս իրավիճակը այնպիսին է, հանգամանքները փոխվել են եւ Գերմանիան արդեն իր վրա վերցնում է շատ լուրջ վեր, բայց միևնույնն է, էլի նույնից այդ մտավախությունը իրանք ունեն, որ կարող է Գերմանիան շատ ուժ եղանա։ Իսկ մի բան իմացեք, Ռուսաստանը Գերմանիայի ուժը տեսել է 80 տարի պարում են ոգևորված են, որ 80 տարի առաջ գերմանացիներին հաղթել են, էնել աշխարհով մեկ են հաղթել գերմանացիներին, իրանք մենակ չեն հաղթել, չէ, 80 տարի է պարում են այդ թեմայով, ռուսական որ ալիքը միացնես հայրենական պատերազմի ֆիլմեր են ցույց տալի, ու անընդհատ նոր ֆիլմեր են հանում, հները չեն կրկնում, իրանց մեջ գենետիկ վախ կա գերմանացուց, այդ վախը մեջները նստած է, Ժողովուրդ ջան, Դրանք իրանք հասկանում են, որ գերմանացիք ուժեղացան խնդիրը, բա ինչ էիք ուզում, բա ուզում եք ինչ լինի, գերմանացուն ասեք, հեսա գալիս ենք Բերլինը գրավենք, մի անգամ գրավել ենք, տեսեք ինչ ենք անում, հետո չեք ուզում, որ նա ասի, դե որ տենց է, սպասեք մենք էլ մեր սխալներից դաս քաղենք, իսկ այսօր էլ Մակրոնն է ասում, այո, պետք է եվրոպական անվտանգության համակարգը ստեղծենք, այն երրորդ երկրներին հավաքենք, Եվրամիության բազայի վրա մեր անվտանգությունը ստեղծենք, այսինքն շատ նորմալ է դա։ Եթե Ամերիկան հետ քաշվի, Ռուսաստանը լկտի անա, պարզա որ պետք է անեն, բա ինչ է ուզում լինի։ Այսինքն Գերմանիայից իրանք վախ ունեն, այդ իմացեք։ Այդ որ գլուխները գովում են, հաղթել ենք, դրա չխաբվեք։ Այդ վախը մեջները կա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ 2025 թվականի հունիսի 4-ից երկիր ներկրվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը կբարձրացվեն 25%-ից հասնելով 50-ի։ Տրամպի խոսքով որոշումը նպատակ ունի խթանել ԱՄՆ-ի պողպատի արդյունաբերությունը եւ նվազեցնել կախվածությունը չինական ներկրումներից։ Մենք վերականգնելու ենք ամերիկյան արդյունաբերական գերազանցությունը։ Բավական է կախված լինենք ուրիշներից, հայտարարել է Տրամպը։ Չեն լինի պաշտոնանկություններ, չի լինի outsourcing, ամերիկացի յուրաքանչյուր պողպատագործ շուտով կստանա արժանի պարգև $5000 չափով, ասել է Տրամպը։ Ասեմ նորից մեկ անգամ եւս ցախողված տնտեսական քաղաքականության գովերքում ա գնում, ուղղակի մարդկանց ականջին հաճո է, ամեն մեկիդ $5000 կտանք, մարդիկ էլ կասեն լավ սպասենք, ինչ ա ալնում։ Կա մի հստակ բանաձև։ Այդ համաշխարհային տնտեսության մեջ Ամերիկայի ինտեգրվածության աստիճանով դու ունեցել ես աշխարհի ամենամեծ տնտեսությունը, երկրորդ տեղի տնտեսությունից էլ զգալիորեն մեծ։ Այն դեպքում, որ երկրորդ տնտեսություն ունեցողը քեզանից 1 միլիարդ ավել բնակչություն ունի, անհամեմատ ավել, քան 1 միլիարդը։ Այսինքն նշանակում է այն ինտեգրվածության ձևը աշխարհի հետ իօքուտ Միացյալ Նահանգների է եղել։ Ռևոլյուցիոն ոչինչ չես փոխել, որ հիմա ուզում ես ռևոլյուցիոն փոփոխություն անես։ Ինչն է ռևոլյուցիոն եղել։ Եթե համարենք արհեստական ինտելեկտը նախ դա տնտեսության իրական հատվածում օգտագործել է, դեռ շատ զգուշավոր պետք է դրան մոտենալ, արդյունքներն էլ ուշադրությամբ հետևել։ Եվ հետո արհեստական ինտելեկտի հետ կապված միակը չես, դա մենաշնորհ չի Ամերիկայի։ Երկրորդ վերաբերում է էլեկտրոմոբիլներին, դա էլ մենաշնորհ չի Ամերիկայի։ Ասեք որն է Ամերիկայի մենաշնորհ, որի պատճառով ինքը հեղափոխական քայլեր անի, պրոտեկցիոնիզմի քաղաքականություն կիրառի, իր շուկան փակի, որպեսզի կարողանա տեղական արտադրողի համար պրոտեկցիա կիրառի, ասի դու արտադրի։ Դու փակեցիր դրսի համար, դուրսն էլ փակելու է քո համար։ Ներսինն է թե ինչ կարտադրի մեկը չի կարա մրցունակ լինի, ավելի թանկ կլինի, այդ մասին շատ ենք խոսել, որովհետև կենսամակարդակը ամերիկացու նստած է ապրանքի ինքնարժեքի մեջ։
4.5 անգամ ցածր է Չինաստան, դու չես կարող նրան մրցակից լնես։ Դու պետք է մտածես, թե այդ որակով ինչ է ստեղծում, որը որ պետք է որակով լինի, որակովի դեպքում ապրանքի գինը թանկ լինի, բայց առաջանցիկ տեմպերով մարդկանց բարեկեցությունը ավելանա։ Դրա մասին մտածես, ոչ թե խնայողության ռեժիմով անես։ Այո, էվոլյուցիոն ճանապարհով կարելի է վերցնել ոլորտներ, մտածես, ստեղ խնայենք, ստեղ էս անենք, ստեղ կարգավորենք, ստեղ էս անենք, բայց գլոբալ ձևով վերանայել աշխարհի հետ հարաբերությունները, մտածելով, որ դա Ամերիկայի շահից չի բխում, երբ որ դու ունես աշխարհի ամենամեծ տնտեսությունը, դա պարզապես ուղղակի չհասկանալը ես զարմանում եմ, ժողովուրդ ջան, ապշում եմ, որ ոնց կարող է պատահի համառորեն մարդը շարունակի նույն միտքը առաջ տանել։ Պրոտեկցիոնիզմի քաղաքականություն կիրառման ձևերը ջան, հարյուրամյակների հնության ձևերը, դա նորություն չի, դա բերել է ներկայացնում անենց ոնց որ գյուտ արե, հենց նոր ինքը հորինել է։ Ժողովուրդ ջան, դա վաղուց օգտագործված, վաղուց ցախողված, վաղուց թեման փակած բաներ է։ Ոնց որ գնաս զիբլանոցից անես մի բան, վրեն սես մաքրես, բերես ներկայացնես։ Այդ աշճանի հնացած բան է։ The Guardian-ը հաղորդում է. ամերիկյան ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի նախագիծը չի իրականացվի մինչև Դոնալդ Տրամփի նախագահական ժամկետի ավարտը։ 2028-ին այն պատրաստ կլինի միայն ցուցադրության, մինչդեռ ամերիկացի առաջնորդը վստահեցրել էր, որ 2028-ին այն լիարժեք կգործի։ Ինչն է հիմա սրա կարևոր, Կանադային ասում է այսքան մուծվի, եթե չէ, դարի 51-րդն անք, այլապես իմ ոսկե գմբեթից չես օգտվի, ես եմ քեզ այդ ասում, բայց իր պաշտոնավարման ընթացքում այդ գմբեթը չի լինելու։ Սա նմանվելու է Մարս թռնելուն, որ անգամ ինագուրացիայի ժամանակ, երթմնակալության ժամանակ ասեց, որ մենք Մարս ենք թռնելու, Ամերիկայի դրոշը դնելու, կարճ ժամանակ հետո ասեց այդ թեման փակեք, Մարս չենք թռնում։ Ուզում ասեմ, այս կարգի բաները ասելը եւ դրա վրա հետո զարմանում են, որ Կանադան հրաժարվում է։ Դե հրաժարվում է հենց դրա համար։ Հիմա էլ մենք թեժ կետնել նորից էլի նայենք, որտեղ մեզ համար այո պակաս կարևոր չի նաև դա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է ամերիկյան կողմը Իրանի հետ բանակցություններում չպետք է փորձի հասնել Թեհրանի լիակատար հրաժարմանը ուրանի հարստացումից։ Երբ նրանք ասում են, որ մենք չպետք է ուրանի հարստացման օբյեկտներ ունենանք, դա գերիշխանության փորձ է։ Նրանք նշում են, որ մտահոգված են, սակայն կարող է արդյոք նման անհանգստության փաստը իրանցի ժողովրդին զրկել ուրանը հարստացնելու հնարավորությունից։ Նման տարբերակն անթույլատրել է Իրանի համար, նշել է նախարարը։ Հիմա դրա համար ես ուզում եմ ասեմ, որ սան էլ մենք ուշադրություն դարձնենք, որ այնուամենայնիվ համառորեն կանգնած է այդ գծի վրա Իրանը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ չի այսօր հարված հասցնել, բայց դրանից մենք պետք է դեռ հանգիստ չլինենք, զգոն պետք է լինենք։ Իհարկե, ինչքան հարվածի վտանգը փոքր լինի, այնքան ավելի հանգիստ ես, բայց միևնույն է պետք է զգոն լինես, որովհետև մեծ հույսեր չունենք էլի, որ մեր իշխանությունները կողմնորոշում են արտաքին քաղաքական հարցերի ինչ պետք է անեն, հասկանում եք, թե իրանք ինչով են զբաղված։ Եվ այս պարագայում այո պետք է հասկանանք, որ ի վերջո ինչ են անում մեր հարևանները, բանավանդ հանդիպումները, տարբեր քննարկումները եւ այլ եւ այլ։ Եվ այդպիսի մի ռեգիոնալ քաղաքականության հետ կապված էլ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հայտարարել է. Ես շատ գոհ եմ իմ հանդիպումներից, որոնք ունեցել են հարևան երկրների առաջնորդների հետ։ Իմ առաջին այցը եղել է Ադրբեջան, այնուհետև Հայաստան։ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ Հարավային Կովկասն ունի հնարավորություն, որպեսզի դառնա տարածաշրջանային օազիս։ Ոչ թե հակամարտությունների առարկա, ոչ էլ որևէ մեծ երկրի հանձնարարությունը կատարող, այլ հակառակը աստիճանաբար շարժվենք դեպի ներդրումների, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ ռեսուրսը գոյություն ունի, նշել է Վրաստանի նախագահը։ Հիմա հասկանանք ինչն է, ինչ է իր ասածը, ռեգիոնալ քաղաքականություն, Փաշինյանի ցախողված քաղաքականությունը, հիմա ասում է Փաշինյանն էլ է հասկացել, որ դա լավ է։ Ռեգիոնալ քաղաքականություն վարում ես, որ արդյունքում ինչ ստանաս, ռեգիոնի հետ որի հետ կապված է, ու բայց մի ուրիշ բան է, հետաքրքիրը որն է։ Ասում է չդառնանք բանը Կովկասն ունի հնարավորություն, որպեսզի դառնա տարածաշրջանային օասիս։ Ղավելաշվիլուն ասենք, իսկ դու օազիս բառը տեղյակ ես ինչ է նշանակում։ Առանձնացված կլինի անապատային, կլինի կիսանապատային, էկոլոգիական համակարգից հեռացված միացնես դրախտավայր է այդ օազիսը։
Այսինքն ինչ ես ուզում ասես, Հարավային Կովկասը, օազիսը, կողքերնով անապատ։ Ումի նկատի ունես։ Այսինքն մի բառ որ ասում ես։ Ուզում ես ասես գործընկերություն հասկացանք, Հարավային Կովկասը ինտեգրվել հասկացանք, ավելի սերտ էլ հասկացանք, բայց այդ վերած տպավորիչ արտահայտությունը, որ Հարավային Կովկասը օազիս ենք սարքում, մեր շուրջ բոլորն անապատ, այս խելքով եք օազիս սարքում։ Ես բան չունեմ ասելու, դե մարդ է, հիմա ֆուտբոլ է խաղացել ամբողջ գիտակցական կյանքը, հետո էլ կարիերան ավարտելուց հետո որոշել է դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վրաստանի, բայց քանի որ բարձրագույն կրթություն չուներ, այնտեղ ասին են գեզ ջան, դու ինչքան ուզում ես լավ ֆուտբոլիստ ելես, լավ հարձակվող ելնես, դու բարձրագույն կրթություն չունես, դու ոնց կարաս ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ելնես։ Գնա ստեղից, գնա։ Իսկ ինքը ինչ կարող դառնալ, եթե ինքը բավարար չափով կրթություն չունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալ։ Երկրի նախագահ ինչ կա չհասկանալու։ Հիմա դրա համար տես շատ լավ հասկացել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ եթե բարձրագույնը ավարտեր ժողովրդյան, դառնար նորմալ, պրոֆեսիոնալ լրագրող, ոչ թե ինչով զբաղվում է, այլ պրոֆեսիոնալ լրագրող դառնար։ Մինչև հիմա կմնար պրոֆեսիոնալ լրագրող։ Կարող է որևէ թերթի կամ որևէ մեդիայի ղեկավար լիներ։ Եթե մարդը պրոֆեսիոնալ իր գործի մասնագետն է, իր գործով բավարարված է, ամբողջ կյանքն է դրանով կաշխատի։ Բայց քանի որ իր մոտ դա չստացվեց, մի քիչ գնաց փորձեց ավանտյուրայով դեսով դենով իր մեդիան աշխատացնի, դե գիտենք մեկի վրա գրենք, մեկի վրա չգրենք, որից հետո դե մարդը ինչ աներ։ Եթե իր գործի մեջ որպես պրոֆեսիոնալ չի կայացել, պետք է դառնար վարչապետ, բա ինչ աներ։ Հիմա որ մեղադրում եք, ինչու եք մեղ, բա ինչ աներ այդ մարդը։ Մարդը գրագետ չի, բա ինչ անի։ Հիմա դուք տեսնում եք, էլի ոնց են իրար հասկանում։ Վրաստանի նախագահն էլ այդ ձևի ուղիղ հասկացել է, որ ռեգիոնալ քաղաքականություն Փաշինյանի հետ միասին պետք է վարել այս օազիսում հանգիստ մենք իրեքով ապրենք, էլի։ Դե սա, այս մարդկանց պատկերացումը քաղաքականության մասին սա է։ Էն էլ ասում է, որ ուժեղների կամքը չկատարել, ումի նկատի ունի այդ ուժեղների։ Եվրոպա, Ամերիկան, Ռուսաստանը ումի նկատի ունի, եթե ինքը Եվրոպա էր գնում, հիմա թեքվել են գնում են Ռուսաստան։ Չեն էլ գնում իրանց այս վզնեից բռնած տանում են։ Բայց իրանք ասում են չէ մենք Եվրոպա ենք գնում, բայց այնտեղից էլ մերժում են իրանց։ Ինչ էս առաջարկում, որ մենք ինչ անենք։ Մենք էլ այդ ուղղությամբ մերժենք, մնանք օազիսի հաշվին։ Կողքներս էլ անապատ։ Էսա ժողովուրդ ջան, այս մարդկանց քաղաքականությունն էսա։ Իսկ հիմա նայենք Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում այսօր կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հաստատել է վարչական ղեկավար Վահան Զաքյանը։ Գիշերը 7 անգամ կրակոց ցա եղել ամեն օրվա պես։ Բնակիչները եւ տները վնասներ չեն կրել կրակոցներից, վերև են կրակել գյուղում, վախեցած չեն, անհանգստություն չկա։ Հա, բայց խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ վախեցած չեն, կանգնած են իրանց հողի վրա, ամուր կանգնած են, այնպես չի որ ասում են վախեցած չենք, բայց դուք պատկերացնում եք երեխաներ են ամեն օր կրակում են, այն էլ մեկ էլ ուղիղ են կրակում, որ հանկարծ հանգիստ չապրեն, էլի որ տեսեք դե միշտ օդ ենք կրակում։ Չէ, ուղիղ են կրակում պարբերաբար։ Եվ այդ պարագայում, եթե իրանք էլ նույնիսկ կանգնած են իրանց հողի վրա ամուր ու անհանգստացած չեն, մենք Երևանում նստած անհանգստացած ենք ժողովուրդ ջան, որտեղ դա մեր հայրենիքի մի մասն է։ Մենք ենք ոչ մի տարբերություն մենք ենք այնտեղ ապրում, թե իրանք են ստեղ ապրում, բացարձակ անհանգստացած ենք, որ այդ կրակոցները պայմանավորվածության խաղի արդյունք է, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը մեզ ասում է, որ ոչ մի խնդրեմ չկա, պատերազմ չկա եւ այլն, մարդիկ պարզ հարց են տալի, որտեղից այդ վստահությունը որ չկա, որտեղից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը գտնում է որ կա, Ռուսաստանի պաշտպանության նախարարը գտնում է որ կա, Իրանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ գտնում են որ կա ու ասում են եթե վտանգ լինի մենք կփորձենք ձեզ օգնենք, մենք ամեն ինչ կանենք որ ձեզ օգնենք, բոլորը գտնում են որ կա, Ադրբեջանը ամեն անգամ ասում է կա լարվածություն, խաղաղություն չենք ստորագրելու, քանի չենք ստորագրել խաղաղություն չի լինելու, ձեր խաղաղության խաչմերուկն է թղթի կտորա, քանի խաղաղություն չկա, նույնը Ռուսաստանից են ասում որ լարվածություն կա, Մեկի Նիկոլ Փաշինյանն ասում է չկա, բայց այդ ընթացքում Ադրբեջանը ում հետ հանդիպում է մեզանից բողոքում է եւ պարբերաբար կրակում է, մի միլիմետր էլ չի զիջում իր նախապայմանները։ Չանհանգստանանք մենք դրանից, ասենք ամեն ինչ նորմալ է։
ավելի շատ անհանգստանում ենք նրա համար, որովհետև հասկանում ենք, որ դա պայմանավորվածության խաղի արդյունք է, առաջիկա ընտրություններում Ալիևը շատ լուրջ դերակատարություն է ունենալու Փաշինյանին օգնելու հարցում։ Սա է մեր մտավախությունը։ Եթե մենք իմանայինք, որ մեր իշխանությունը անկախ նայած ընտրել ենք, չենք ընտրել, մեր իշխանությունը գնում է պայքարի, գնանք կողքը կանգնենք, Ժողովուրդ ջան, մեր հայրենիքն է պաշտպանում։ Բայց մենք չգիտենք, ինքը մեր հայրենիքն է պաշտպանում, թե չէ։ Թե նախորդ անգամի նման ասում է, դե եթե ես ասեի, թե այդ հողերը հանձնենք, ով կհամաձայնվեր առանց պատերազմի։ Էլի նույնը պետք է հանձնեինք, բայց առանց զոհերի։ Բայց ոնց անե, որ զոհեր չտայի, ով կթողեր որ տա հողը։ Դա ազգային ժողովի ամբիոնից է ասել, Ժողովուրդ ջան, որևէ մեկ իրանց վրա շարժ չի անում։ Դա հատուկ ասել է, որ դուք իմացեք, եթե դուք չեք համաձայնվի, ես ձեզ համար պատերազմ կպատվիրեմ։ Նույնը գնաց այն Ջորջ գյուղի հետ կապված գյուղացիներին ասեց. Եթե չհամաձայնվեք, Ադրբեջանը կմտնի կվերցնի, մի բան էլ ավել կվերցնի։ Նույնը սահմանադրության հետ կապված հայտնի ցլերի պատմությունը։ Եթե մենք նախաբանը չփոխենք, ցլերը կհարձակվեն մեզ վրա։ Ինքն էլ հատուկ ցույց տվեց, որ ինքը կարմիր զգեստով էր, ցլերն էլ կարող է որ իրան բռնեին, չեմ ասում կուտեին, որտեղ ինքը արդեն ասում է, որ ոնց են վարվում, արդեն ինքը համապատասխան բառը դրել է շրջանառության մեջ։ Դուք արդեն հասկանում եք, որ ինքը հետ էլ ինդիկատիվ ուներ, որ բռնեին իրան ինչ էին անելու այդ կարմիր զգեստը հակից անելուց հետո։ Հիմա սա է, Ժողովուրդ ջան։ Հիմա դրա համար մենք պետք է մտածենք, որ թույլ չտանք, որ իշխանությունը իր վերարտադրության համար Հայաստանին տենց վտանգների ենթարկի եւ նաեւ Ալիևին ասի, որ ինձանից լավ ոչ մեկը քո ուզածը չի անի, եւ այդ պարագայում անընդհատ լարվածություն լինի։ Որ պահին սահմանին հանգիստ է, մեկ էլ տեսնում ես իրանք լարվածություն են գցում։ Ու բացի դրանից, այս սահմանային կրակոցներն էլ ինչ արեցին, որ շանտաժ արին։ Արցախցիները որոշեցին ներսում ընտրություն անեն, այդ դրա համար ադրբեջանցիները կրակեցին։ Հետո պարզվում է, որ դուք կրակել եք, նրանք էլ պատասխանել են, բայց մեր ժողովրդին խաբել ասել եք, մենք երբեք չենք կրակել։ Չի համապատասխանում իրականությանը։ Ասել եք դա նրա համար, որ ժողովրդին ասեք, տեսակ հենց իրանք ընտրություն արեցին, Ադրբեջանը կրակեց, բայց պարզվում է դուք կրակել եք, որ Ադրբեջանը պատասխանի։ Եթե դուք չեք պլանավորել, որ կրակել եք, պատահականություն ա եղել, կանգնեք խոստովանեք, ասեք Ժողովուրդ ջան, ինչ որ մի եսիմով վերցել կրակել է, այո, ֆիքսվել է, որ Հայաստանի տարածքից ա եղել, բայց նման հանձնարարություն մենք չենք տվել։ Բայց հերքելով ու ասել, տեսեք, հա, մենք չենք կրակել, Ադրբեջանն ա կրակել, մենք էլ չենք պատասխանել, որ էսկալացիա չլինի։ Պարզվում է էսկալացիան մինչև էդ է կարել, բայց չեք խոստովանել, բայց սա է որ ասում ենք։ Ինչքան ուզում է փորձենք պաշտոնական հաղորդագրությունը ձեզ ներկայացնենք, որպեսզի չլինի, որ օտարի ինֆորմացիան ենք ասում, բայց չպետք է թույլ տանք, չէ՞ որ մեր գլխին սարքեն։ Ակնհայտ ձևով մեր գլխին սարքում են։ Չգտնվեց մի հատ լրագրող, որ գնա ասի, լավ, ի վերջո Ադրբեջանի հետ որ ստուգեցիք, այն որ ասում եք փոխադարձաբար ինֆորմացիա փոխանակեցինք կրակոցների։ Պարզել է, որ Հայաստանից կրակել են, թե չէ։ Այդ հարցը մինչև իմ բան չի բացահայտվում։ Եթե կրակել եք, այսինքն Ադրբեջանը գիտի, որ կրակել ես, խոստովանել եք, գիտի, որ կրակել ես, բայց մեր հանրությունը չգիտի ու չի կարող կողմնորոշվի, բան այն չի կրակում։ Ու չգիտի հիմա Նիկոլ Փաշինյանը ինչն է պատճառը, որ նրանք կրակում են։ Բայց դա եմ ասում, որպես ինքը իր ներպետական օրակարգը սպասարկի դրանով։ Այդ է դրա խնդրեմը, դրա համար եմ ասում, որ անպայման եթե այդ ինֆորմացիան գոնե մենք կարողանում ենք ջրերես անենք, իրանք այս խաղերը չփորձեն հանկարծ տալ մեր ժողովրդի գլխին, մեր պետության անվտանգությանը վտանգ սպառնան։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։